Մյուս կողմից հետազոտության ընթացքում ես հիմա մի մեջբերում կկարդամ մի կնոջ պատումից, ով երբ հասել էր Երևան, բնակեցվել էր բարեկամների տանը, բայց շատ կարճ ժամանակ հետո ոչ ստիպողաբար իր կամքով եւ իր ընտրությամբ տեղափոխվել էր հանրակացարան, Մարաշի հանրակացարան։ Հետևյալն է նշում. սկզբից որ մտել եմ, մեկը էլի որ քո տունը չի, ինչքան էլ շատ լավ ընդունեն, մեկը հոգեպես ճնշված է զգում։ Հա, շատ լավ տեղ է, շատ լավ տուն է, ամեն հարմարություն կա, լավ մարդկանցով շրջապատված, ասում ենք, խոսում ենք, բայց մեկը իմս չի, քանի օր եմ ստեղ մնալու, չգիտեմ, սրանից հետո ուր եմ գնալու, չգիտեմ։ Գյուղում ազատ է եղել, բայց ստեղ այդ ազատությունը չկա, ինչքան էլ մարդիկ քեզ ընդունում են, մեկը զսպվածություն պետք է լինի։ Տուն, ազատություն, զսպվածություն, սրանք բանալի բառեր են խոսացող իրական կարիքի մասին։ Այս փուլում